Հարկային մարմինները ստուգումներ են կատարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Orange Mall առևտրի կենտրոնում։ Orange Mall-ում աշխատող առևտրականները այսօր AM լրատվականին ահազանգել են, որ ստուգումներն առավոտից են կատարվում, ինչի հետևանքով չեն կարողանում իրենց տաղավարներում առևտուր անել։ Ըստ նրանց, ամենայն հավանականությամբ առևտրի կենտրոնը կկապարակնքվի։ Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ, պահանջելով հստակ տեղեկություններ իրենց որդիների ճակատագրերի վերաբերյալ։ Անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը Արսեն Ղուկասյանը լրագրողների զրույցում հայտարարել է, որ եթե 7 օրվա ընթացքում սայլը տեղի չշարժվի, ծնողները մտադիր են ավտոերթով հասնել տեղ գյուղ, իսկ այնտեղից քայլերթով շարժվել դեպի Հակարիի կամուրջ։ Նա ընդգծել է, որ հարազատները գնում են բանակցելու, որպես սեփական երեխաների ճակատագրի համար պայքարող մարդիկ։ Ղուկասյանի խոսքով իրենք այլևս հույս չեն կապում ոչ պետական, ոչ էլ միջազգային կառույցների հետ, քանի որ 6 տարի շարունակ որևէ արդյունքի չեն հասել։ Ես նաև շատ կուզենամ, որ ադրբեջանցի այդ մարդիկ, ովքեր գտնում են նույն կարգավիճակում, ինչ-որ մենք թող փորձեն, թեկուզ չերես երրորդ երկիր, հանդիպենք իրանց հետ, խոսանք, փորձենք, չկա ուրիշ, այսինքն հույսները սրանցից կդրել ենք։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանում էլ են այդ մարդիկ իրանց հույսները կդրել իրանց իշխանություններից, որտեղ մարդիկ 30 տարուց ավել իրանց հարազատից տեղեկություն չունեն, պետք է մի հատ արեք։ Էդ էլ մենք էլ պետք է հասկանանք, որ էդ էլ է դժվար այդ մարդկանց 30 տարի չունեն։ Հիմա որ թեկուզ ոսկորները գտնենք մի տեղից տանք, դենք անեն, տենան, որ էս իրանցնա, էլի չէ, այդ մարդկանց հոգիները կխախանվի, մի քիչ նույնն էլ մենք ենք ուզում։ Դա համար մեր ցանկությունը դա է, եթե պատրաստ ենք երրորդ երկրի միջոցով, մենք ոչ մի պետական կառույցի վրա էլ հույս չունենք, ոչ մի միջազգային կառույցի վրա հույս չունենք, Եվրոպայի վրա չունենք, Ռուսի վրա չունենք, չգիտեմ, Ամերիկայի վրա չունենք, մերոնց վրա չունենք ու չունենք։ Մեր հույսը այսօր մնացել ենք մենք, ուրիշ ոչ մեկ։ Ադրբեջանում ապօրինի դատապարտված Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից պնդել է, որ իրենց առաջադրված մեղադրանքները շինծու են եւ ուղղված են ոչ միայն իրենց, այլև հայ ժողովրդի անցյալի ու պետականության դեմ։ Մանուկյանը նշել է, որ ինքն ու իր գործընկերները շարունակում են պայքարել իրենց իրավունքների պաշտպանության համար, հակադրվելով դատարանում ներկայացվող կեղծ մեղադրանքներին, որոնք ըստ նրա սկսվում են դեռևս անցյալ դարի սկզբից։ Ուղերձում Մանուկյանը դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կոնկրետ 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման եւ վարման վերաբերյալ առաջադրված մեղադրանքների մասով դիրքորոշում հայտնելու պահանջով։ Մանուկյանի պնդմամբ, եթե Փաշինյանը չպատասխանի, լրությունը կմեկնաբանվի որպես համաձայնություն առաջադրված կեղծ մեղադրանքներին, մեղսակից դարձնելով ոչ միայն իրեն, այլև ողջ հայ ժողովրդին։ Բացի այդ, Դավիթ Մանուկյանը իր խոսքում նշել է, որ Բաքվում գտնվողները չեն զգում Հայաստանի Հանրապետության աջակցությունը։ ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի իշխանությունների հետ պաշտոնական նամակագրությունը, որը վերաբերում է Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ նրա համակիրների դեմ հարուցված քրեական գործին։ ՄԱԿ-ի անկախ փորձագետները կասկածի տակ են դրել այն հանգամանքը, թե ինչու են ցուցարարների նկատմամբ կիրառվել ահաբեկչական մեղադրանքներ, երբ հրապարակված ապացույցներում բռնության կամ ահաբեկչության հստակ դրսևորումներ չեն արձանագրվել։ ՄԱԿ-ը մտահոգված է նաեւ, որ հակաահաբեկչական օրենքները կարող են օգտագործվել քաղաքական ընդդիմությանը եւ խաղաղ բողոքի մասնակիցներին լրացնելու համար եւ պարզաբանումներ է պահանջել ոստիկանության գործողությունների եւ իրավական հիմքերի վերաբերյալ։ Ի պատասխան Հայաստանի կառավարությունը հերքել է այս մտահոգությունները, իշխանությունները պնդել են, որ 2024 թվականի հունիսի 12-ի բողոքի ակցիաները եղել են զանգվածային անկարգություններ, ոստիկանների նկատմամբ բռնությամբ եւ իրավապահները կանխալուծումներով ստացել են բավարար ապացույցներ իշխանությունը բռնի ուժով զավթելու ծրագրերի վերաբերյալ։ Կառավարությունը նաեւ հերքել է, որ քրեական գործերը որևէ կապ ունեն մեղադրյալների կրոնական կամ քաղաքական հայացքների հետ։ Այս ամենը տեղի ունենում իշխանության եւ հայ առաքելական եկեղեցու միջև առկա տարվածության ֆոնին, ինչը ՄԱԿ-ի փորձագետերին հիմք է տալիս կասկածելու, որ քրեական հետապնդումները նաեւ ճնշում են եկեղեցու ներկայացուցիչների վրա։
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ներքին գործերի նախարարության, ոստիկանության, գվարդիայի հետ համատեղ մայրաքաղաքում իրականացրել է ստուգայցեր ապօրինի ավտոկայանատեղիները հայտնաբերելու նպատակով։ Միջոցառումների արդյունքում արձանագրվել է առանց համապատասխան իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու 10 դեպք, որոնց առնչությամբ կազմվել են արձանագրություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ։ Քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել, կից գրելով, որ նմանատիպ ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ, կոչանելով քաղաքացիներին զերծ մնալ օրենքի խախտումներից եւ հիշեցնելով, որ նման գործողությունը ենթադրում է վարչական պատասխանատվություն։ Մոսկվայի կենտրոնում գտնվող էլիտար բնակելի համալիրի տանիքին հրդեհ է բռնկվել։ Կրակի առաջացման պատճառը դեռևս անհայտ է։ Շենքից մարդկանց էվակուացրել են։ Նախնական տվյալով կրակը ընդգրկել է 10 քառակուսի մետր տարածք եւ կա հրդեհի հետագա տարածման վտանգ։ باعث نخواهد شد که Չաբահարի գիտաշտարակի վրա հարձակումները եւ երկրի ենթակառուցվածքներին, կամուրջներին ու էլեկտրակայաններին ուղղված բացահայտ սպառնալիքը հիշեցնում են ահաբեկչական խմբավորումների վարքագիծը եւ համատեղելի չեն որևէ մարդասիրական կամ միջազգային չափանիշի հետ, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նրա խոսքով իրանական կղզիների բնակիչները պատրաստ են ԱՄՆ-ին ջերմ ընդունելություն ցույց տալ Իրանում ցամաքային գործողություն սկսվելու դեպքում։ Կարծում եմ այնտեղ շատ մարդիկ կան, որոնք սպասում են, թե երբ են այսպես կոչված ջերմ ընդունելություն ցույց տալու ամերիկացի զինվորներին, հայտարարել է խոսնակը մեկնաբանելով Խարկ կղզին գրավելու վերաբերյալ ԱՄՆ-ի սպառնալիքները։ اون چیزی که خودشون به عنوان انسان متمدن Ամերիկյան զինուժը 9-րդ գիշերն անընդմեջ չափազանց հզոր հարվածներ է հասցրել Իրանին ի հիշատակ զոհված 3 ամերիկացի զինծառայողի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև նշել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության ներքո։ Այժմ ԱՄՆ-ի խնդիրը իրանական միջուկային զենքի ստեղծման լիակատարական խումբն է, հայտարարել է նա։ Թրամփը ենթադրել է, որ Իրանի դեմ գործողությունը կարող է ավարտվել 2 շաբաթում։ I mean, Iran's economy is in shambles. They're at 300% inflation. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թեհրանին մեղադրել է նավթային եկամուտներն ու պատժամիջոցների մեղմացումից ստացված միջոցները երկրի խորացող տնտեսական ճգնաժամը լուծելու փոխարեն ահաբեկչությունը հովանավորելու վրա ծախսելու համար։ Ռուբիոյի խոսքով Իրանի տնտեսությունը ծանր վիճակում է։ Գնաճը հասել է 300%-ի, առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների, վառելիքի եւ սննդամթերքի սուր պակաս։ Նա նշել է, որ Իրանը միլիարդավոր դոլարներ է ծախսում Հեզբոլլահի, Համասի եւ Իրաքի զինված խմբավորումների վրա, փոխանակ դրանք ուղի սեփական ժողովրդին աջակցելուն եւ երկիրը վերակառուցելուն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատրաստ կլինի հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում։ Վստահ չեմ, որ դա վերջնականապես համաձայնեցված է, բայց մենք պատրաստ կլինենք հանդիպել նրանց հետ, ասել է նա։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Մանիլայում կգտնվի մինչև հուլիսի 23-ը եւ երկկողմ հանդիպումներ կունենա Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների պաշտոնատար անձանց հետ։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտգործնախարարությունների միջև շփումները հիմնականում տեխնիկական բնույթի են, հայտնել է Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Կրեմլը կողջունի Լավրովի եւ Ռուբիոյի միջև շփումները, եթե դրանք տեղի ունենան։ Научились обходить эти санкции, мы научились минимизировать негативное. Իսպանիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղը դիտելու ընթացքում զինվորականների վրա հարձակում է եղել։ Գլխակավոր 10 անձ մոտեցել է այն սեղանին, որի շուրջ նստած են եղել զինվորականները։ Հարձակվողները զինված են եղել մետաղյա ձողերով եւ տելեսկոպիկ մահակներով։ Սաուդյան Արաբիայում երկնաքերի տանիքին 350 մետր բարձրության վրա կկառուցվի յուրօրինակ երկնային մարզադաշտ։ Մարզական օբյեկտը կանգնեցվելու է ապագայի քաղաք Նոեմ մեգանախագծի շրջանակում։ Այն նախատեսվում է բացել մինչև 2032 թվականը, իսկ 2034 թվականին այն կարող է ընդունել ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները։
Էնդի Բրնեմը ստանձնել է Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը։ Բուքինգեմյան պալատում Չարլզ 3-րդ թագավորն արդեն ընդունել է նոր վարչապետին եւ հանձնարարել կառավարություն ձևավորել։ Մինչ այդ միապետը բավարարել էր Քիր Սթարմերի հրաժարականի դիմումը։ Վերջինիս հեռացումով ողջ նախկին վարչապետների թիվը հասցնելով ռեկորդային 9-ի։ Թեև Սթարմերը հայտարարել է երկրի ամրապնդման մասին, Լեյբորիստական կուսակցությունն այսուհետ կառաջնորդի 56-ամյա Բրնհեմը։ Սա 2022 թվականից ի վեր Չարլզ 3-րդի հաստատած արդեն 3-րդ վարչապետն է։